Professor Porzeron, Porzeron professor, Nora sottori այսօր, Porzeron professor, Ողջույն, ողջույն իմ զարմանալի, մտածող, հարցասեր ու խելացի ընկերներ։ Ես եմ, դուք արդեն գիտեք թե ով։ Այո, ես, պրոֆեսոր Փորձերոնս։ Այն մարդը, որը դեռ մանկուց միշտ որևէ փորձ էր անում ու որոշել էր ուսումնասիրել մոլորակը։ Այսօր էլ այստեղ եմ ոչ թե պարզապես պատմելու, այլ միասին զարմանալու, հարցեր տալու, մտածելու, փորձելու եւ հաջողված եւ երբեմն նույնիսկ ցնցող արդյունքներ ստանալու։ Որովհետեւ ինչպես ես եմ ասում, ճշմարիտ գիտնականը նա չէ, ով ամեն ինչ գիտի, այլ նա է, ով չի վախենում սխալվել ու նորից փորձել։ Ես, Փորձերոնս, սխալվելուց երբեք չեմ վախենում, որովհետև գիտեմ, հենց սխալներում են թաքնված ամենահետաքրքիր բացահայտումները։ Ուստի վեր կացեք, բացեք ձեր աչքերը, միացրեք միտքը, որովհետև սկսվում է Փորձերոնի գիտական խառնաշփոթը։ Professor Porzeron. Երեխաներ, կարդում եմ ձեր ուղարկած հետաքրքիր հարցերը, իսկ այն երեխաները, ովքեր նոր են միացել մեզ եւ ունեն զարմանահրաշ հարցեր, կարող են ուղարկել իմ էլեկտրոնային հասցեին։ Եվ այսպես, 12 տարեկան Էդգարը գրում է. Պրոֆեսոր Փորձերոն, ինչու է մարդու համար քունը կարևոր։ Հարցերոն հիշում ես, այս մասին երեք խոսել ենք։ Հարցերոն արթնացիր։ Լավ։ Քունը երեխաներ, մեր կյանքի մի մասը դարձած այնքան բնական երևույթ է, որ հաճախ մոռանում ենք։ Այն մարմնի եւ ուղեղի ամենակարևոր վերականգնողական գործընթացներից մեկն է։ Քունը պահպանում է մեր առողջությունը, կարգավորում հույզերը, ամրապնդում հիշողությունը եւ նույնիսկ օգնում սովորել։ Բայց ինչու ենք մենք քնում։ Եվ ինչու է քունն այդքան կարևոր։ Գիտությունը տալիս է այս հարցերին զարմանալի եւ հստակ պատասխաններ։ Քնի ընթացքում ուղեղը ոչ միայն չի դադարում աշխատել, այլև դառնում է շատ ակտիվ։ Տարբեր փուլերում այն զբաղվում է հիշողության ամրապնդմամբ, հույզերի կարգավորմամբ եւ մարմնի վերականգնմամբ։ Երեխաներ, որքան հիշում եմ, մենք մեր հոգեբանի հետ մի անգամ խոսել ենք, թե որքան կարևոր է քունը։ Հիմա պրոֆեսոր Փորձերոնը կփորձի ձեզ ներկայացնել քնի փուլերը գիտական տեսանկյունից։ Այո, երեխաներ, դուք ճիշտ եք։ Գիտնականներն ուսումնասիրել են անգամ քունը։ Պատկերացնում եք, թե ինչպես է անցել այդ փորձերը։ Հարցերը պատկերացնում եք, դրանք ամբողջ ընթացքում քնած են եղել։ Համաձայն եմ Հարցերոն, մեզ հարկավոր են նման փորձեր։ Դե լավ, այսպես ուրեմն։ Գիտնականները պարզել են, որ քունը բաժանվում է երկու հիմնական փուլի՝ non-REM քուն, non-rapid eye movement, եթե թարգմանենք բառացի կստացվի աչքերի դանդաղ շարժումով քուն։ Սա քնի սկզբնական եւ առավել խոր հատվածն է։ Այս փուլում մարմինը լիովին թուլանում է, իսկ քունը վերականգնող եւ հանգստացնող։ Non-REM քունը բաժանվում է 3 ենթափուլի։ Առաջին փուլ՝ թեթև քուն, դուք կարող եք հեշտությամբ արթնանալ։ Երկրորդ փուլ՝ մարմինը սկսում է հանգստանալ, շնչառությունը եւ սրտի բաբախյունը դանդաղում են։ Երրորդ փուլ՝ խոր քուն։ Այո, այդ ժամանակ արտադրվում է աճի հորմոնը, վերականգնվում են բջիջները եւ ուժեղանում է իմունային համակարգը։ Այս փուլում երազներ սովորաբար չենք տեսնում։ Եվ երկրորդ փուլը՝ REM քուն, rapid eye movement։ Սա էլ բառացի թարգմանած նշանակում է աչքերի արագ շարժման քուն։ Սովորաբար սկսում է քնից 90 րոպե անց։ Ինչ է տեղի ունենում այս ժամանակ։ Ուղեղը դառնում է շատ ակտիվ։ Աչքերը արագ շարժվում են փակ կոպերի տակ եւ դուք տեսնում եք երազներ։ Մարմինը գտնվում է ժամանակավոր, այսպես ասած, կաթվածահար վիճակում, որպեսզի երազների գործողությունները մարմինը իրականում չկրկնի։ REM քունը շատ կարևոր է հիշողության ամրապնդման, հույզերի եւ ստեղծագործական մտածողության զարգացման համար։ Ամբողջ գիշերվա ընթացքում քնի non-REM եւ REM փուլերը հերթափոխում են մոտ 5-ից 6 անգամ։ Քնի ընթացքում ակտիվանում է ուղեղի այն հատվածը, որը պատասխանատու է հիշողության եւ սովորելու համար՝ հիպոկամպը։ Ուղեղը դասավորում է օրվա ընթացքում ստացած ինֆորմացիան, ամրապնդում է կարևոր գիտելիքը, իսկ ավելորդ տեղեկությունը ջնջում։ Այսպիսով, քունը կարևոր է կրթվելու, ուշադրության, հիշողության եւ մտածողության համար։ Քնած ժամանակ մեր մարմինը արտադրում է հատուկ հորմոններ, որոնք օգնում են վերականգնել մկաններն ու հյուսվածքները։ Հատկապես երեխաների դեպքում քնի ընթացքում ակտիվորեն արտադրվում է աճի հորմոնը, սրտի աշխատանքը դանդաղում է, արյան ճնշումը նվազում եւ այսպես հանգստանում է սրտանոթային համակարգը։ Քնի ժամանակ ուղեղը կարգավորում է նյարդային այն կապերը, որոնք պատասխանատու են հույզերի վերահսկման համար։ Լիարժեք քունը օգնում է լինել հանգիստ, հավասարակշռված, խաղաղ եւ նվազեցնում է դեպրեսիայի ու տագնապային վիճակների առաջացման վտանգը։ Քնի ընթացքում գործում են նաեւ հորմոնները, որոնք կարգավորում են քնի եւ հագեցածության ազդակները։
Քնի պակասը խանգարում է այս բալանսին եւ մարդը ավելի հաճախ սով է զգում, հատկապես նախընտրելով բարձր կալորիականությամբ սնունդ, ինչը կարող է հանգեցնել ավելորդ քաշի։ Երեխաների ու դեռահասների մոտ քունը հատկապես կարևոր է աճի ու զարգացման համար։ Քնի ընթացքում ուղեղը վերամշակում է նոր օրվա ինֆորմացիա եւ սովորածը ամրապնդում է։ Այդ իսկ պատճառով պետք է շուտ եւ ժամանակին քնել երեխաներ։ Մանկահասակ երեխաները պետք է քնեն 10-ից 12 ժամ, դեռահասները 8-ից 10 ժամ, դպրոցականները 9-ից 11 ժամ, իսկ մեծահասակները 7-ից 9 ժամ։ Քունը նույնքան կարևոր է, որքան սնունդն ու ջուրը։ Այն վերականգնում է մեր մարմինը, պաշտպանում է հիշողությունը, կարգավորում է հույզերը եւ ապահովում ֆիզիկական ու հոգեկան առողջություն։ Քունը պարզապես пассив հանգիստ չէ, առանց դրա մեր մարմինը չի կարող լիարժեք գործել։ Ուստի սիրելի ընկերներ, երբ հաջորդ անգամ ցանկարաք մի քիչ էլ արթուն մնալ, հիշեք, որ քունը ժամանակի կորուստ չէ, այլ կարևոր եւ մեծ ներդրում։ Պրոֆեսոր Փորձերո Իսկ այժմ դիտենք մեր ապագա գիտնականի տեսահարցը։ Բարև պրոֆեսոր Փորձերոն, ես Լևոնն եմ։ Մեծ հետաքրքրությամբ դիտում եմ ձեր հաղորդումը։ Կարող եք ասել, թե ինչու են արբանյակները պտտվում արեգակի շուրջ ու չեն ընկնում։ Շնորհակալություն։ Պրոֆեսոր Փորձերո Սիրելի փոքրիկ գիտնականներ, մենք արդեն գիտենք եւ մանրամասն խոսել ենք երկրի ձգողականության մասին։ Եթե ինչ-որ բան գցենք, լինի դա խնձոր, գնդակ թե նոթատետր, այն ընկնում է ցած։ Բայց այդ դեպքում ինչպես է, որ արբանյակները չեն ընկնում։ Չէ՞ որ երկիրը ձգում է ամեն ինչ դեպի իրեն։ Եկեք մի պահ մտածենք։ Հիշում եք, չէ՞ Նյուտոնին ու խնձորը։ Այո, հենց այդ խնձորը նրանց օգնեց բացահայտելու, որ երկիրը ձգում է ամեն ինչ դեպի իրեն։ Այս երևույթը կոչվում է ձգողականություն։ Եթե մենք ուղղակի վերև նետեինք արբանյակը, այն կընկներ, այո, բայց գիտնականները ավելի խելացի բան են հնարել։ Նրանք արբանյակին ոչ թե միայն բարձր են ուղարկել, այլև շատ մեծ արագությամբ կողք են նետել։ Դեռ անհասկանալի։ Ուրեմն պատկերացրեք, մի քար ենք պտտեցնում լարի վրա։ Եթե լարը բաց թողենք, քարը կթռչի մի կողմ։ Ահա այդպես էլ արբանյակը պտտվում է երկրի շուրջը ու երբ ձգողականությունը փորձում է այն ներքև քաշել, այն արդեն կողքի է թռչում։ Արդյունքում ընկնելը դառնում է պտտվել։ Այս երևույթը կոչվում է ուղեծրային շարժում։ Արբանյակը շարժվում է երկրի շուրջ հատուկ հաշվարկած ուղեծրով։ Եթե ոչինչ չխանգարի, նա կարող է պտտվել անվերջ, քանի որ այն շարժվում է շատ բարձր արագությամբ, մոտ 28000 կմ/ժ։ Եթե արբանյակի մեկնարկային արագությունը քիչ լինի, նա կընկնի, իսկ եթե շատ լինի, կթռչի դեպի տիեզերք եւ դուրս կգա երկրի ձգողականության դաշտից։ Այս ամենը պետք է ճշգրիտ հաշվարկվի, քանի որ նույնիսկ մի քանի մետրի սխալը կարող է մեծ խնդիրներ առաջացնել։ Եվ ուրեմն արբանյակները չեն ընկնում, որովհետև շարժվում են շատ մեծ արագությամբ։ Շարունակում են ձգվել երկիր, բայց երբեք չեն հասնում։ Պտտվում են ճշգրիտ հաշվարկված ուղեծրով։ Հետաքրքիր է, չէ՞։ Տեսնում եք, թե ինչպես են ֆիզիկայի օրենքները գործում նաև տիեզերքում երեխաներ։ Պրոֆեսոր Փորձերո 8 տարեկան Սիլվին գրում է. Սիրելի պրոֆեսոր, բացատրեք խնդրեմ, ինչու է օդը անտեսանելի։ Հարցերուն, տես ինչ լավ հարց են տվել։ Հարցերուն։ Տեսնում ես, օդը անտեսանելի եւ դրա համար տեսնում ես ինձ։ Շատ լավ հարց է Սիլվի, ես հիմա կպատասխանեմ այդ հարցին։ Այսպիսով, մենք բոլորս գիտենք, որ մենք շրջապատված ենք օդով։ Մենք շնչում ենք այն, շարժվում ենք դրա միջով, այն փչում է մեր մազերին, շարժում է ծառերի տերևները, բայց երբ նայում ենք մեր շուրջը, օդը չենք տեսնում։ Ինչու՞։ Ինչպես կարող է այն լինել ամենուր, բայց աչքին չերևալ։ Եկեք հասկանանք ինչ է օդը։ Օդը բաղկացած է բազմաթիվ գազերից, հիմնականում ազոտից մոտ 78% եւ թթվածից մոտ 21%, ինչպես նաեւ փոքր քանակությամբ ածխաթթու գազից, ջրային գոլորշիներից եւ այլ գազերից, մի խոսքով։ Այս բոլոր գազերը միասին կազմում են այն, ինչը կոչվում է մթնոլորտ։ Եթե օդը իրականում այսքան բանից է կազմված, ապա ինչու չենք տեսնում այն, հարցնում եք դուք ինձ։ Մարդու աչքը կարող է տեսնել միայն այն բաները, որոնք կամ մեծ են, կամ անդրադարձնում են լույսը։ Օրինակ, մենք տեսնում ենք գիրքը, որովհետև լույսը ընկնում է դրա վրա եւ անդրադառնում դեպի մեր աչքերը։ Բայց օդի մասնիկները շատ փոքր են, գրեթե չեն անդրադարձնում լույսը, եւ արդյունքում մենք պարզապես չենք տեսնում դրանց։ Այդպես է նաեւ ջրի դեպքում երեխաներ։ Մաքուր ջուրը երբ բարակ շերտով է, թափանցիկ է, ճիշտ ինչպես օդը։ Բայց երբ ջուրը շատ է, այն սկսում է թեթև կապտավուն երանգ ստանալ, լույսի կլանման ու անդրադարձման պատճառով։ Օդի դեպքում էլ, երբ այն խիտ է, օրինակ մառախուղով կամ ծխովլի, արդեն սկսում է տեսանելի դառնալ։ Այսպիսով, մաքուր օդը այո անտեսանելի է, որովհետև այն բաղկացած է շատ փոքր գազային մասնիկներից, որոնք չեն անդրադարձնում լույսը, եւ մեր աչքը չի կարող այն ընկալել։ Բայց երբ օդում լինում են փոշի, ջրի գոլորշիներ, ծուխ կամ աղտոտող նյութեր, այն դառնում է տեսանելի եւ երբեմն մթագնում է։
Փորձենք մի հետաքրքիր փորձ։ Փչեք թափանցիկ պլաստիկ շշի մեջ։ Եթե այն մի փոքր սառն է, կտեսնեք, որ ներսում փոքրիկ մառախուղ է։ Ինչ է սա։ Ձեր շնչի ջերմությունն ու խոնավությունը։ Նրանք խտանում են եւ օդը վերջապես երևում է։ Երեխաներ, օդը չի երևում, բայց առանց դրա մենք չենք կարող ապրել։ Եվ երբեմն ամենակարևոր բաները հենց նրանք են, որոնք անզեն աչքով չեն երևում։ Պրոֆեսոր Փորձերո Եվ այսպես կարդում եմ Սևակ Սարգսյանի հարցը։ Պրոֆեսոր, կարող եք ասել, ինչպես են գիտնականները հաշվել աստղերը։ Շատ լավ հարց է։ Երեխաներ, երեկոյան նայելով երկնքին, մենք տեսնում ենք հազարավոր փայլուն աստղեր։ Դրանք այնքան շատ են, որ անհնար է հաշվել, նույնիսկ եթե շատ համբերատար նստենք ու հաշվենք։ Բայց այդ դեպքում ինչպես են գիտնականները ասում, թե քանի միլիարդ աստղ կա տիեզերքում։ Պարզվում է, նրանք մեկ առ մեկ չեն էլ փորձել հաշվել։ Դրա փոխարեն օգտագործել են խելացի եւ գիտական մեթոդ։ Եկեք հասկանանք, թե ինչպես է դա տեղի ունեցել։ Նախ պատկերացնենք, որ գիտնականները ընտրում են երկնքի մի փոքրիկ հատված։ Օրինակ այնքան փոքր, որքան մեր մատի ծայրը, երբ երկնքին ենք ուղում այն։ Այդ փոքրիկ հատվածը մանրակրկիտ լուսանկարում են հզոր աստղադիտակով, ինչպես օրինակ Hubble աստղադիտակը։ Լուսանկարներում նրանք հաշվում են այդ հատվածում եղած գալակտիկաները։ Ենթադրենք այդ փոքր պատառիկում հայտնաբերվում են մոտ 10,000 գալակտիկա, եւ յուրաքանչյուր գալակտիկայում կա մոտ 100 միլիարդ աստղ։ Հետո նրանք համեմատում են, քանի այդպիսի փոքրիկ հատված կարելի է գտնել ամբողջ երկնքում։ Ստացված տվյալները բազմապատկելով, գիտնականները մոտավոր հաշվարկում են, որքան աստղ կարող է լինել ամբողջ տեսանելի տիեզերքում։ Վերջին հաշվարկներով տիեզերքում կա ավելի քան 1 սեպտիլիոն աստղ։ Գիտեք ինչքան է սեպտիլիոնը։ Այո, սա թիվ է, որի մեջ կա 1-ից հետո 24 0։ Սա նշանակում է, որ տիեզերքում աստղերը ավելի շատ են, քան ավազահատիկները աշխարհի բոլոր ծովափներում միասին։ Հիշեք, գիտությունը միշտ չէ, որ տալիս է ճշգրիտ պատասխաններ, բայց այն կարող է տալ խելացի, մոտավոր հաշվարկներ, որոնք մեզ օգնում են պատկերացնել ու հասկանալ այս անսահման տիեզերքը։ Պրոֆեսոր Փորձերո Եվ այսպես հաջորդ հարցը մեզ գրել է Արամը։ Նա ինձ պատմում է այն մասին, որ սիրում է սովորել, նոր բաներ ուսումնասիրել եւ շատ է սիրում մեր հաղորդումը։ Շնորհակալ եմ քեզ Արամ։ Եվ այսպես նա գրում է. Սիրելի պրոֆեսոր, ես սովորում եմ գերազանց, ունեմ բարձր գնահատականներ, բայց չեմ սիրում դպրոց գնալ։ Հարցերոն ճիշտ քեզպես։ Ամեն անգամ առավոտյան արթնանալիս դժվարությամբ եմ արթնանում եւ գնում դպրոց։ Կարող ես ասել, թե ինչ անեմ։ Ախ, սիրելի Արամ, քո հարցից ես հիշեցի իմ դպրոցական տարիները։ Ես էլ էի դժվարությամբ արթնանում։ Եվ հիշում եմ, թե ինչպես էր մայրիկս ինձ ուղարկում դպրոց։ Կարծում եմ բոլոր երեխաները ունեցել են այս զգացողությունը։ Ես առաջարկում եմ հարցը ուղենք մեր ընկերոջը, հոգեբանին, եւ նա մեզ օրինակներով, վարժություններով ասի, թե ինչ կարելի է անել, եթե չես սիրում գնալ դպրոց։ Իդեպ հարցերոն, դու ինձ երբեք չես պատմել քո դպրոցական տարիների մասին։ Վստահ եմ անհոգ տարիներ ես ունեցել։ Պրոֆեսոր Փորձերո Ողջույն սիրելի երեխաներ, շնորհակալ եմ, որ շարունակում եք մեզ ուղարկել ձեզ հետաքրքրող տարբեր հարցերը։ Գիտեք, այսօր մեզ այնքան հետաքրքիր հարց են ուղարկել։ Մի տեսակ զվարճալի հարց, բայց վստահ եմ, որ բազմաթիվ երեխաների այդ հարցը իրոք անհանգստացնում է։ Հարցը հետևյալն է. Եթե չեմ սիրում դպրոց գնալ, ինչ անեմ։ Դպրոցը մեր կյանքի մի կարևոր մաս է։ Այնտեղ մենք սովորում ենք նոր բաներ, ձեռք ենք բերում ընկերներ, խաղում ենք, զարգանում ենք, իհարկե դա բոլորս գիտենք։ Բայց երբեմն դպրոցը կարող է դառնալ մի վայր, որ դու չես ուզում գնալ։ Դա չի նշանակում, որ քեզ ինչ-որ վատ բան է պատահել, կամ երբեմն գուցե պատահում է։ Դա ուղղակի զգացողություն է, որը պետք է հասկանալ։ Մեր անցկացրած հարցումները ցույց տվեցին, որ շատ երեխաներ կան, որոնք չեն սիրում դպրոց գնալ, ու տարբեր պատճառներով։ Նրանցից շատերը ասում են, որ ուղղակի դժվարանում են վաղ առավոտյան արթնանալ։ Եվ երբ հաղթահարեցին այդ փուլը, դպրոցը դարձավ սիրելի վայր։ Մի մասը պատասխանում է, որ դպրոց գնալ չի սիրում, քանի որ այնտեղ այնքան շատ են տնային աշխատանքները եւ նաեւ պատասխանատվությունը։ Հիմա մենք կփորձենք հասկանալ, թե ինչպես հաղթահարել այդ փորձությունը։ Ծանոթացեք, Անահիտն է, նա 9 տարեկան է, դպրոցում լավ է սովորում, պատասխանատու կերպով կատարում է տնային աշխատանքը, սիրում է դպրոցը, ընկերներին, դասարանցիներին, բայց երկար ժամանակ չէր ուզում գնալ դպրոց,
Դրա համար նա ուներ իր պատճառները։ Նա շատ է սիրում խաղալ տանը իր սիրելի խաղալիքներով։ Իսկ դպրոցում շատ քիչ ազատ ժամանակ է մնում դրա համար։ Տնային աշխատանքը շատ բարդ էր թվում, ու նա վախենում էր սխալ անել կամ չհասցնել դրանք։ Երբեմն դասերն էին չափազանց դժվար ու ձանձրալի թվում։ Այս ամենի պատճառով նա չէր ցանկանում դպրոց գնալ։ Չէր հավատում, որ կարող է դժվարությունները հաղթահարել։ Ինչ անել, եթե չես ուզում գնալ դպրոց։ Սիրելի երեխաներ, հիմա փորձենք հասկանալ, ինչ անենք այդ դեպքում, երբ որ դուք չեք ուզում դպրոց գնալ։ Իհարկե, առաջի քայլը հասկանալն է, թե ինչու չեք ուզում դպրոց գնալ։ Մենք բոլորս գիտենք, որ դպրոցում փոքրիկ դժվարությունների կողքին նաև շատ հաճելի պահեր կան։ Եվ այդ հաճելի պահերը կարևոր է, որ դուք նկատեք, կարևոր է, որ այդ հաճելի պահերը գրանցեք ձեզ մոտ։ Դրանք են. այն, որ այսօր ինչ հաճելի ժամանակ անցկացրեցիք ձեր ընկերոջ հետ, ինչպես ուսուցիչը գովեստի խոսքեր ուղղեց ձեզ, ինչպես կարողացաք արժանանալ ձեր ընկերների ուշադրությանը։ Այդ պահերը բազմաթիվ են։ Ես գիտեմ, որ հաճախ շատ երեխաների անհանգստություն է պատճառում տնային աշխատանքները։ Երբեմն դրանք շատ են թվում ձեզ համար եւ երբեմն նաեւ շատ դժվար։ Գիտեք ինչ կարող եք անել։ Կարող եք չկենտրոնանալ տնային աշխատանքների ողջ ծավալի վրա, փորձել այն մասերի բաժանել ու հետո ուրախանալ, երբ որ ամեն մի փոքրիկ մասը դուք հաջողությամբ հաղթահարեցիք։ Կարող եք գովել ինքներդ ձեզ ու անցնել երկրորդ փուլին։ Գիտեք երեխաներ, շատ հաճախ այնպես է ստացվում, որ դուք ինքներդ էլ չեք կարողանում հասկանալ, որն է պատճառը, որ դուք չեք ուզում դպրոց գնալ։ Նման դեպքերում շատ կարևոր է, որ դուք կիսեք այդ անհանգստությունը ձեզ համար կարևոր եւ մտերիմ մարդկանց հետ։ Նրանք կարող են լինել ձեր ծնողները, ձեր ուսուցիչը կամ որևէ այլ մեծահասակ, ով կարող է ձեզ օգնել։ Անահիտը սկսեց այս վարժությունները։ Նա վերհիշեց իր ուրախ պահերը դպրոցում, ընկերներին, ինչպես են դասամիջոցներին միասին խաղում կամ պատրաստում հերթական դասին, եւ հիշեց, ինչպես են միասին հաղթահարում դժվար թվացող վարժությունները։ Այս ամենը սկսեց ոգևորել Անահիտին։ Նա հասկացավ, որ դպրոցը ոչ միայն ուսում ստանալու տեղ է, այլ նաև խաղի, ընկերների ու նոր բաներ սովորելու վայր։ Հետո նա սկսեց պլանավորել տնային առաջադրանքը, միանգամից ամեն ինչ տանելու փոխարեն։ Հիմա Անահիտը գիտի, որ դպրոց գնալը մի նոր արկած է, ընկերների հետ անցկացրած ժամանակ եւ նոր գիտելիք ձեռք բերելու հնարավորություն։ Դպրոց չգնալու ցանկությունը սովորական զգացողություն է։ Մի տխրեք, երբ այն ձեր մոտ երբեմն առաջանում է։ Դա պատահում է նույնիսկ մեծահասակների մոտ, նրանք էլ երբեմն չեն ուզում աշխատանքի գնալ։ Կարևոր է հասկանալ, ինչն է ձեզ խանգարում եւ արագ լուծել այն։ Փոքր քայլերով դուք կկարողանաք սիրել դպրոցը ավելի շատ կամ գոնե համակերպվել եւ լավ զգալ։ Չէ՞ որ դպրոցում բազմաթիվ պարտավորություններից ու պատասխանատվությունից զատ կարող են լինել նաեւ շատ հաճելի եւ զվարճալի պահեր։ Դու ուժեղ ես եւ դու կարող ես հաղթահարել այդ բոլոր դժվարությունները։ Միայն հավատա ինքդ քեզ։ Professor Potsero. Դե ինչ իմ փոքրիկ խելացի ընկերներ։ Գիտեք, որ ձեր զգացմունքները, մտքերը նույնքան կարևոր են, որքան ձեր գիտելիքը։ Երբ դուք լսում եք ձեր սրտին ու սկսում եք հասկանալ ձեզ, դուք դառնում եք ավելի ուժեղ ու համբերատար, ոչ միայն բնության, այլև ձեր ներաշխարհի համար։ Իսկ հիմա ժամանակն է գիտափորձերի միջոցով հասկանալ տարբեր երևույթներ։ Տիկնայք եւ պարոնայք, մեծիկներ եւ փոքրիկներ։ Սիրելի հարցերով դիմավորեք գիտափորձ։ Professor Potsero. Ինչ հավես է։ Հավեսի։ Շատ հավես է։ Հավեսի։ Հավես աման։ Դե պտտի իրան։ Ուй։ Ողջույն սիրելի մեծիկներ ու փոքրիկներ։ Ես բլոգեր Մարիաննան եմ։ Այսօր ես իմ օգնականների հետ, Մանեի ու Վահեի հետ կկատարենք փոքրիկ գիտափորձ կենցաղային ամենահասարակ իրերով։ Մեզ դրա համար անհրաժեշտ է Ծողիկ։ ձողիկներ, աման լվանալու հեղուկ, ջուր եւ հասարակ տարա։ Ձողիկներով պատրաստում ենք ուղղանկյուն կամ քառակուսի, հիմա ցույց տամ ինչպես ենք դա անելու։ Այսպիսի պատկեր ենք ստանում, սիրելի հեռուստադիտողներ, ու հիմա ինձ կօգնեն արդեն իմ փոքրիկ օգնականները, քանի որ այս ընթացքում իրանք լուռ էին։ Գնացինք,
Ինչ ենք լցնում սրա մեջ հիմա։ Հեղուկ։ Լցնում ենք ջուրը։ Այս դու լցրու։ Լցնում ենք ջուրը։ Մի փոքր է։ Եվ լցնում ենք աման լվանալու հեղուկ։ Վաու։ Մի փոքր խառնում ենք։ Այս մեր պատրաստած քառակուսին մտցնում ենք սարքած հեղուկի մեջ։ Վերցնում ենք մեր ձուկիկը։ Այսպես շատ քիչ բաղադրիչներով պատրաստեցինք հավես, հետաքրքիր ու զարգացնող խաղ մեր փոքրիկների համար։ Եվ այսպես սիրելի փոքրիկներ, դուք եւս տանը փորձեք ձեր ծնողների հետ պատրաստել այս հավես գիտափորձը եւ ուղարկել փորձերոնին։ Պրոֆեսոր Փորձերո։ Հետաքրքիր էր երեխաներ։ Ուզում եմ մեջ բերել ամերիկացի ֆիզիկոս Ռիչարդ Ֆեյնմանի խոսքերը։ Ֆիզիկան չի ստիպում աշխարհին պտտվել։ Այն պարզապես բացում է վարակույրը, որ տեսնեք թե ինչպես է աշխարհն արդեն իսկ պտտվում իր կախարդական օրենքներով։ Ընկերներ, մեր այսօրվա գիտական հանդիպումը ավարտվեց։ Պրոֆեսոր Փորձերոնին մի փոքր հանգիստ եւ ուժ է հարկավոր, որպեսզի նա վերադառնա նոր պատասխաններով, զարմանալի փորձերով ու հետաքրքիր բացահայտումներով։ Բայց դուք հիշեք, գիտելիքի բոցը ներսից է վառվում։ Եթե հետաքրքրված եք, մտածում եք կամ ունեք հետաքրքիր հարցեր, ապա չմոռանաք ուղարկել դրանք իմ էլեկտրոնային հասցեին։ Մինչ նոր հանդիպում, փոքրիկ գիտնականներ։ Մի դադարեք մտածել, զարմանալ եւ փորձել։ Պրոֆեսոր Փորձերո։ Պրոֆեսոր նոր եմ սովորի այսօր։ Փորձերո պրոֆեսոր։ Փորձերո։